Ինչպես բացահայտեմ Աստծո կամքը։ Շատերն Աստծո կամքը պատկերացնում են որպես մի հատ գաղտնի մի բան, որ հիմա բացահայտվում է, աչքերս բացվում ու ես վերջապես հասկանում եմ։ Բայց 119 Սաղմոսի 105 խոսքն ասում է. քո խոսքը ճրագ է։ Ովքեր են 90-ական սերունդներից, ովքեր հիշում են ճրագը ինչ է, լամպը ինչ է, երբ որ մութ տեղը մենք լամպը վառում էինք ու մոտեցնում էինք առարկաներին, որ տեսնենք, ամբողջությամբ չէինք տեսնում, բայց պետք է մոտեցնես, որ տեսնես։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերին, ինչ է նշանակում, սա պրոժեկտոր չի, սա լուսարձակ չի, սա ճրագ է։ Եվ երբ որ Աստծո խոսքը մոտեցնում ես իրավիճակներին, նոր իրերի դրությունը տեսնում ես ու հասկանում ես։ Երբ որ մոտեցնում ես քո ոտքերին, դու չես տեսնում ամբողջ ճանապարհը, դու տեսնում ես ոտքի տակի ճանապարհը եւ քայլ ես անում, հետո նորից քայլ ես անում ըստ Աստծո խոսքի լույսի։ Հետևաբար Աստծո կամքը իր խոսքի մեջ փնտրիր առաջին հերթին։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհին։ Քայլ արա եւ մնացած Աստված քեզ ցույց կտա։ Երկրորդը Աստծո կամքը ճանաչվում է նորոգված մտքով, արդեն ասացի։ Աստծո բաց խոսքը, բաց Աստվածաշունչը միայն բավարար չի Աստծո կամքը հասկանալու համար։ Բաց Աստվածաշնչի հետ մեկտեղ բաց միտք է պետք։ Միտքդ եթե փակ եղավ, գիրքը ինչքան բաց լինի, դու չես հասկանա Աստծո կամքը։ Եթե հին մտածելակերպ ունեցար, եթե մտքիդ մեջ տրամադրվածություններ եղան, նախապաշարումներ եղան, հակումներ եղան, ծուռ մտքեր եղան, միևնույնն է, ինչքան էլ Աստծո խոսքը բաց լինի, միտքդ փակ է, չես հասկանա։ Աստծո կամքը ճանաչելու համար նորոգված ու բաց միտք է պետք, խոնար միտք է պետք։ Մեր սիրտը կարող է մեզ խաբել, համաձայն եք թե չէ։ Հետ եղել է, որ ձեր սիրտը ձեզ խաբի։ Լինում է մինչև այսօր, որտեղ Աստծո խոսքն է ասում, մարդու սիրտը ինչ է։ Չէ, իմ սիրտը բարի է, սիրտս ուրիշ է, էլի, այն նրա սիրտը ուրիշ սիրտ է, էլի։ Բոլորի սրտի դիագնոզը մեկն է, չար է եւ խաբեբա։ Մեր հակումները, մեր բնազդները չար են, մեր կրքերը չար են եւ խաբեբա։ Մեր հպարտությունը կարող է մեզ համար հավատք թվալ։ Մեր մեծամտությունը կարող է թվալ, որ ես գիրք իմացող մարդ եմ, գրքող շարժվող մարդ եմ, բայց իրականում մեծամիտ ես։ Մեր անհամբերությունը կարող է թվալ Սուրբ Հոգու շտապեցում։ Սուրբ Հոգին ինչ շտապեցնում է, բայց իրականում քո կրքերն են քեզ շտապեցնում։ Երբ որ ինչ-որ մի բան շատ ենք ուզում, մեզ համար ամեն ինչ նշան է թվում։ Համաձայն եք թե չէ։ Եվ երբեմն կարող ենք մենք մարգարեություն թխել, Աստծո կամքը սարքել։ Օրինակ, երբ որ դու մոտենում ես 10 մարդու, որ մի հատ խոսք պոկես իրանցից հաստատում, 10-ն էլ քո ուզածին հակառակն են ասում, 10-ից հետո գտնում ես 11-րդին, որ ասում է ճիշտ ես անում, դու ոչ թե Աստծո կամք ես փնտրում, դու համակիր ես փնտրում պարզապես։ Փնտրում ես մեկին, որ քեզ հետ համաձայն լինի, եւ այդ մեկին սարքում ես վկա եւ մարգարե քո համար, որ հաստատի քո ծուռ մտքերը եւ որոշումները։ Այսպես չեմ փնտրում Աստծո կամքը։ Երբ որ մի դուռ բացում է, չպետք է վազես անպայման ներս մտնես ու թվա դա նշան է քեզ համար։ Սրտում հաճելի զգացմունք ունենալը անպայման աստվածային խաղաղության նշան չի։ Երբեմն, գիտեք, Հովնանը, ով էր Հովնանը։ Մարգարե ինչ արեց Հովնանը։ Փախավումից, Աստծո կամքից փախավ Հովնանը։ Հետո ինչ եղավ Հովնանի մեջ։ Հետ ընկավ փոթորիկի մեջ, բայց երբ որ նավը տարուբերվում էր, Հովնանը ինչ էր անում։ Հանգիստ մրփել էր, տենց է գրված Աստվածաշունչում, մրփել էր։ Խորը քնած էր։ Հիմա Հովնանը կարող ասի սրտիս մեջ այնպես խաղաղություն ունեմ։ Անեց ներսս հանգիստ է, որ ես որոշումը կայացրեցի, գնացի քնելու։ Ինչքան հավատացյալներ կան, որ այդ խաբուսիկ հանգիստը համարում են Աստծո կամք, բայց հետո փոթորիկի մեջ են հայտնվում իրանք էլ եւ իրանց հետ եղած մարդիկ էլ իրանց պատճառով։
ամեն հաճելի զգացողություն չի, որ ապացուցում է, որ դա Աստծո կամքի նշանն է։ Պողոս առաքյալը գրում է, որ Աստծո կամքն էր գնում անելու, ընկավ տագնապների մեջ, փոթորիկների մեջ ընկավ։ Մարդը կարող է հանգիստ քնել անգամ սխալ նավի մեջ։ Եվ եթե պատրաստ չես Աստծուց լսելու ոչ, մի փնտրիր Աստծո կամք։ Ունեցիր պատրաստ սիրտ, որ Տերը կարող է քեզ նաև ասի ոչ, եւ դու դրան պետք է համաձայնվես։ Հավատում եք, որ ոչն էլ է պատասխան Աստծուց։ Հիմա դու պարզապես ցանկանում ես, որ Աստված համաձայնվի քեզ հետ, թե ցանկանում ես, որ Աստված իր կամքը հայտնի քեզ։ Երրորդ, Աստծո կամքը բացահայտվում է աղոթքի մեջ։ Հակոբոս 1:5 ասում է, թե ձեզանից մեկի իմաստության պակաս ունի, թող ինչ անի, ոչ թե շատ գիր կարդա, այլ խնդրի։ Կան այստեղ մարդիկ, ովքեր իմաստության պակաս ունեն իրենց կյանքի մեջ։ Ինչ պետք է անի այդ մարդը, խնդրի Աստծուց եւ Աստված կհայտնի, իր կամքը կհայտնի։ Բայց շատ անգամ, գիտեք ինչ ենք անում մենք։ Մենք աղոթում ենք, որ Աստված իրավիճակը փոխի, բայց Աստված գիտեք Աստծո կամքը որն է։ Ոչ թե որ իրավիճակը փոխվի, այլ այդ իրավիճակի մեջ դու փոխվես։ Մենք շատ անգամ աղոթում ենք, որ կողքինս փոխվի, բայց Աստված ասում է կողքինը չի փոխվի, որովհետև ես իրան դրել եմ քո կողքը, որ իր միջոցով քեզ փոխեմ։ Հետևաբար Աստծո կամքը դրսերում մի փնտրիր, Աստծո կամքը քո ներսում էլ փնտրիր։ Աստծո համար ամենակարևորը քո բնավորությունն է, քո փոխված կյանքն է։ Պետք է փոխվես, որ փոխես։ Հետևաբար ես մտնում եմ աղոթքի մեջ, ձեռքիս մեջ սխմված իմ ծրագիրը։ Տեր, ես բանն եմ ուզում, ես ծրագրերը ունեմ, հաստատիր։ Հետո աղոթքից դուրս եմ գալիս, ձեռքս Աստծո ձեռքի մեջ սխմված։ Սա է Աստծո կամքը, որ Աստծո հետ համաձայն լինեմ ես։ Ոչ թե Աստծուն համոզեմ, այլ Աստված ինձ համոզի իր կամքի մեջ։ Աստծո կամքը բացահայտվում է նաև իմաստուն խորհրդի միջոցով։ Առակաց 15:22-ն ասում է, առանց խորհրդի ծրագրերը խափանվում են, իսկ բազմաթիվ չէ խորհրդատուների շատությունից հաստատվում են։ Աստծո կամքը փնտրող մարդը չպետք է մեկուսանա, ասի գնամ, տեսնեմ Տերը ինձ ինչ է ասում։ Ես հավատում եմ, նաև Աստված խոսում է մեզ հետ Աստծո մարկանց բերանով։ Եթե դու ականջ չունես լսելու մեկի խրատն ու խորհուրդը, մի սպասիր, որ Աստված անձնապես քեզ պիտի քեզ հետ խոսա։ Իմաստուն խորհրդատուն նա չի, ով ասում է ինչ անում ես ճիշտ ես անում։ Իմաստուն խորհրդատուն նաև այն է, որ ասում է մի հատ կանգ առ, մի հատ խորը նայր քո կյանքին, վերանայիր քեզ, վարքդ փոխիր։